Գոնե հեռախոս լիներ զանգեին Կարամին իմանայինք ոնց է։ Արամը սաղից գլխին սարքեց։ Ինչով սարքեց։ Նրանով, որ հիմա հետներս չի։ Հարգի համո։ Արամը մեր ընկերն է ու դրանով ասված է ամեն ինչ։ Հա, հաստատ։ Արամը վախկոտ մարդ չի, վախկոտ մարդը չէր գնա տուն իմանալով թե ինչ է իրան սպասվում։ Ոկե Արամը չի ուզում, որ կյանքը բեկը որոշի։ Իսկ մենք ուզում ենք դա։ Մենք համակերպվել ենք, Սև։ Արա տղերք չգիտեմ ինչա լինելու մեր հետ։ Ինչքան ենք sense փախած մնալու։ Եթե ձև լիներ, ես ի սկզբանե մենակս կհետևեի բեկին ու կսպանեի։ Դուք էլ ստիպված չեք լինի իմ հետ այս ամենի միջով անցնել։ Սակո ժամանակը հետ տալը հնարավոր չի։ Ու вообще թարգել ես անիմաստ խոսակցությունը։ Այդտենց խնդիր չկա, որ լուծում չունենա։ Ուղղակի այս բարագայում մենք չգիտենք այդ լուծումը որն է։ Լուծումը չգիտեմ, բայց փախնելը հաստատ ելք չի։ Իսկ որն է ելքը գնայինք Բերթուն 15 տարի նստեինք։ Դե միջև նստելը բեկ կա, որ ատամները սրած մեզ է սպասում։ Ու պատրաստ է ցանկացած բայի մեզ սպանի։ Թարգ համոն ճիշտ է ասում, բայց կիսատ է ասում։ Փախուստը ելք չի ուղղակի ժամանակավոր լուծումը։ Սպորտի մեջ էլ է տենց։ Բոքսորը փախնում է մտնում է ռինգի արանքները, բայց հարվածը ուտում է։ Ու պարտվում։ Եթե դա մտածված ստրատեգիա չի հակառակորդին մաշացնելու համար։ Հա, Սև ճիշտ ես ասում։ Բայց ամեն դեպքում մեզ ժամանակ է պետք թարգ, որ հասկանանք ինչ ենք անում, գնանք հասնենք տուն։ Ապա լավ է գնանք հնենք, թե չէ միջև բաղլուս կխոսանք։